Ռեկորդային ավելի քան 600 լրագրող է հավատարմագրվել առնվազն հունիսի 24-ից 26-ը Հայաստանում գտնվելու եւ Հռոմի Պապի այցը լուսաբանելու համար։ Արդեն տպագրվում են հավատարմագրերը։ Լրագրողներից 83-ը գալիս է Հռոմի Պապի հետ։ 300-ը հայաստանցի է, իսկ մեր ավելի քան 300 գործընկեր աշխարհի տարբեր ծայրերից է գալիս։ Նույնիսկ մենք ունենք Լատինական Ամերիկայից հայտեր լրատվամիջոցների, Արգենտինայից, Բրազիլիայից, որոնք գալիս են հատուկ Պապի այցելությունը լուսաբանելու համար, նաև այստեղ մնալու են մի քիչ երկար օգտվելով առիթից, այլ տեղեր են այցելելու։ Ընդհանրապես Վատիկանի միապետի ցանկացած ելույթ եւ քայլ աշխարհի ամենակիչը 1 միլիարդ 250 միլիոն կաթոլիկների, հետեւաբար նաև լրատվամիջոցների սևեռուն ուշադրության ներքո է։ Ուստի եւ Հռոմի Պապի այցը Հայաստան գրավել է նույնիսկ բիզնեսի ոլորտում մասնագիտացած Wall Street Journal-ի հետաքրքրությունը, իսկ որ CNN-ը, BBC-ն, RAI-ն, NBC-ն, France 24-ը, El Mundo-ն, Associated Press-ը կգան, կասկածից վեր էր։ Այսինքն ինչքան հեղինակավոր լրատվամիջոց գիտեք, լսել եք, կարդացել եք, բոլորը գալիս են։ Արտգործնախարարությունից ընդամենը 300 մետր վերև մոնտաժման աշխատանքներ են, որոնք ավելի էթեժացրել արևը։ Անցկացվում են բազմատեսակ մալուխներ, հավաքվում է բեմահարթակ։ Հրապարակն արդեն մասշտաբային միջոցառումների փորձ ունի, բայց սա յուրահատուկ դեպքերից է։ Հայաստանը պատրաստվում է Հռոմի Պապի այցին։ Այստեղ Հանրապետության հրապարակում իր այցելության երկրորդ օրը Հռոմի Սրբազան քահանայապետը էկումենիկ արարողություն կիրականացնի եւ խաղաղության աղոթք կհնչեցնի։ Բեմն այդ առիթով է ձևավորվում։ Իդեպ, ինչպես ցանկացած բազմամարդ միջոցառումների ընթացքում, այս դեպքում եւս Հռոմի Պապի անվտանգությունը կհսկվի ճիշտ այնպես, ինչպես աշխարհի ցանկացած կետում։ Ընդհանրապես օտարերկրյա այցերի ընթացքում Հռոմի Պապի անվտանգությունը հսկվում է հատուկ կանոնակարգով շվեյցարական պահակախմբի եւ Վատիկանի ոստիկանության կողմից տվյալ երկրի ոստիկանության հետ համագործակցությամբ։ Չնայած Հռոմի Պապը բազմամիլիոնանոց հանրային միջոցառումներ է առաջնորդում, ամեն դեպքում նրա ցանկացած քայլ նախապես հաշվարկված եւ հսկողության ներքո է։ Օրինակ Daily Mail-ի այս կադրերում նա անընդհատ ու բոլոր կողմերից շրջապատված է թիկնապահներով։ Հռոմի Պապի անվտանգության աշխատակիցները պարզ տեսանելի են նաև այս կադրերում եւ կապ չունի հավատացյալները Պապին կմոտենան օրհնություն ստանալու, թե նրան պարզապես դիպչելու համար թիկնապահները չպետք է խանգարեն ու պետք է ապահովեն քահանայապետի կյանքն ու անվտանգությունը։ Իդեպ Հռոմի Պապի անվտանգությունն ապահովող ավտոշարասյունը փոփոխական է, կախված տվյալ երկրից ու իրավիճակից, իսկ հատկապես այսօր, երբ ահաբեկչությունն ավերու արյուն է տենչում ամենուր, հայաստանյան այցի պատասխանատվությունը մեր անվտանգության ծառայությունների համար բազմապատկվել է։ Հայաստանն ապահովել է անվտանգության առնչությամբ Վատիկանի բոլոր պահանջները, եւ մեր երկրում Սրբազան քահանայապետի անվտանգությունը կհսկվի ոստիկանության հետ համագործակցությամբ։ Ձեռնարկվելու են մի շարք միջոցառումներ, որոնք նպատակաուղղված են լինելու հասարակական կարգի պահպանմանը եւ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանը։ Այս միջոցառումների շրջանակներում Երևան, Գյումրի եւ Էջմիածին քաղաքներում օրվա որոշակի ժամերին, որոշակի փողոցներում դադարեցվելու է երթևեկությունը եւ արգելվելու է տրանսպորտային միջոցների կանգառ եւ կայանումը։ Հանրային բազմամարդ միջոցառումների ժամանակ քահանայապետը շրջում է հատուկ փոխադրամիջոցով Պապոմոբիլով, որոշ տեղեկություններով այն արդեն Հայաստան է տեղափոխվել։ Իդեպ Երևանից Գյումրի եւ այնտեղից հետ Երևան Սուրբ Պետրոսի տեղապահը կտեղափոխվի ինքնաթիռով։ Պապի անվտանգությունն արդեն դարեր շարունակ ապահովվում է նույն ավանդույթներով։ Գվարդիաներից մեկը շվեյցարական պահակախումբն է, որտեղ օրինակ նորակոչիկները պետք է լինեն 19-ից 30 տարեկան, առնվազն 174 սանտիմետր հասակով կաթոլիկներ, չամուսնացած շվեյցարական քաղաքացիությամբ, որոնք ավարտել են շվեյցարական բանակի պատրաստականությունը եւ բարեկրթության սերտիֆիկատ են ձեռք բերել։ Նրանց պաշտոնական համազգեստն առանձնանում է կարմիր ու դեղին գույներով։ Շվեյցարական պահակախումբն օգտագործում է ավանդական զինատեսակներ, օրինակ ինչպես սուրն ու սակրատեգը, բայց խումբը զինված է նաեւ ժամանակակից զինատեսակներով։ Պապի անվտանգությունը գիշեր-ցերեկ հսկվում է նաեւ Վատիկանի ոստիկանության աշխատակիցների կողմից։ Իսկ Էջմիածինը նախապատրաստական աշխատանքների իր մասն է կատարում, կախվում են պաստառները, մոնտաժվում է մեդիա կենտրոնը, կարգի է բերվում Մայրաթոռի շրջակայքը, դահլիճները, սրահները հագեցվում են տեխնիկապես։ Վերանորոգվում է վեհարանը, որտեղ իդեպ Ֆրանցիսկոս Պապը գիշերելու է մեր երկրում գտնվելու օրերին հեռու հյուրանոցային անցուդարձից։ Վատիկանն իդեպ առանձնահատուկ պայմաններ չի առաջադրել հյուրընկալող երկրին։ Արարողակարգային ուղղակի դրույթներ կան, որոնք որ բնականաբար փոխհամաձայնությամբ իրականացվում են, որոնք որ արվում են բոլոր նման այցերի պարագային, լինեն դրանք հոգևոր պետեր կամ պետությունների ղեկավարներ,
որոնք որ առնչվում են եւ անվտանգությանը, եւ տրանսպորտային միջոցներին, ամեն ինչին։ Վատիկանի հետ համաձայնեցված է նաև Պապի սննդակարգը, որի առնչությամբ նույնպես առանձնահատուկ պայմաններ չեն առաջադրվել։ Նա սնվելու է այնպես, ինչպես սովորաբար կաթոլիկ եկեղեցու այլ պատվիրակության անդամները։ Արդեն ավարտվել են մայր տաճարի ներքին հարդարման աշխատանքները, վերականգնվել են ու նախկին տեսքի են բերվել խունացած, փայլն ու գույնը կորցրած որմնանկարներն ու կամարանախշերը։ Իդեպ եկեղեցու շրջակայքն ուղղակող հայկական վանքերն ու եկեղեցիները պատկերող պաստառները նաև տեղեկատվական նպատակ ունեն։ Կարելի ասել, սա կենթանի կատալոգ է, որի միջոցով կարելի է այսպես հաղորդակից լինել եւ ինչու՞ չէ, նաեւ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը այսպես ողջագուրում է մյուս եկեղեցիները։ Դեպի առաջին քրիստոնեական երկիր Սրբազան քահանայապետի պատմական այցը ուղիղ եթերով միաժամանակ կհեռարձակվի աշխարհի բազմաթիվ հեռուստաալիքներով։ Առաջին ալիքի տեխնիկան ու անձնակազմն ազատ ազդանշանի միջոցով պատրաստ են նաեւ ապահովելու միջոցառումների ուղիղ հեռարձակումը, որից կարող են օգտվել նաեւ տեղական եւ աշխարհի այլ երկրների հեռուստաընկերությունները։ Արմինե Ուդումյան, Հայկուշ Ասլանյան, Էդգար Դավթյան, Արտակ Գևորգյան, Առաջին ալիք։